Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց թողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Թուրքիայի խորհրդանի նախկին պատգամավոր Գարո Փայլյանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին։ Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան։ Նման հայտարարություն է արել Թուրքիայում հայ պատգամավորը։ Հիշեցնենք, արտաքին գործերի նախարարությունը երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ ավելի վաղ չէր ասում։ Bloomberg գործակալություն հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլերի գնալ։ Հիշեցնենք 2025 թվականի սեպտեմբերին ՔԼՉ ժամանեց Հայաստան։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել սահմանահատումների վերաբերյալ ձեռքբերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Դուք ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։ Հիշեցնենք, Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է։ Այսպես Փաշինյանը սկսեց իր ելույթը Աբու Դաբիում իրեն եւ Ալիևին Զայեդի մարդկային եղբայրության մրցանակ շնորհելու արարողության ժամանակ։ Վերջին մոտ 40 տարիների ընթացքում դուք երբեք չէիք տեսնի խաղաղություն Ադրբեջան եւ Հայաստան բառերը միասին, իսկ եթե տեսնեիք, դա ինչ որ անհավանական բան կխորհրդանշեր։ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն ու Ալիևը համարձակայել են ձեռնարկել, բայց առաջին հերթին հենց երկու ժողովուրդների խաղաղության պատրաստակամությունն է հնարավոր դարձրել ներկա պատմական պահը։ Փաշինյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հայերին եւ ադրբեջանցիներին, հասկանալու համար, որ անցյալը ենթակա է փոփոխության։ Եվ հիմա պետք է կենտրոնանալ խաղաղ ապագայի ստեղծման վրա, հայտարարել է Փաշինյանը։ Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակը պետք է ուսումնասիրել որպես ճանապարհային քարտեզ նրանց համար, ովքեր դեռ պատերազմական վիճակում են։ Նման հայտարարություն էլ արել է Ալիևը մարդկային եղբայրության համար Զայեդի մրցանակի հանձնման արարողության ժամանակ։ Մենք պատերազմի մեջ ենք եղել ավելի քան 30 տարի։ Հիմա արդեն 6 ամիս է ինչ ապրում ենք խաղաղության մեջ, սովորում ենք ապրել դրա մեջ։ Դա յուրահատուկ զգացողություն է, նշել է նա։ Ալիևը հավելել է, որ այս կես տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը համագործակցություն են սկսել, վերացվել են Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների սահմանափակումները, սկսվել է նավթամթերքի արտահանումը եւ աճում են առևտրային հարաբերությունները։ Իր հերթին էլ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին եւ Ալիևին մարդկային եղբայրության համար Զայեդի մրցանակ ստանալու կապակցությամբ։ Չափազանց կարևոր եմ համարում ինչպես Ալիևի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Փաշինյանի ցուցաբերած վճռական կամքը։ Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով Կովկասի համար նոր էջ կբացվի, հայտարարել է Էրդողանը։ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորը ահազանգում է։ Եկեղեցուց գողություն են կատարել։ Գողություն Զորավոր եկեղեցուց, խնդրում եմ, ովքեր ճանաչում են այս մարդուն, կապ հաստատել ինձ հետ, ահազանգել է Տեր Գրիգորը։ Գործարար ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Ռոսիա մոլի առևտրականներին հանում է տոնավաճառից։ Առևտրականները իրենց բողոքի ձայնն են հայտնել նշելով, որ Խաչատուր Սուքիասյանի բիզնեսին այսքան տարի աջակցել են եւ հիմա նրանց հանում են, որտեղ աշխատեն։ Ռոսիա մոլի դիմաց ակցիայի ընթացքում վեճ տեղի ունեցավ աշխատակիցների եւ Խաչատուր Սուքիասյանի ուղարկած մարդկանց միջև։ Աշխատակիցները իրենց մտահոգությունն են արտահայտում։ Մեր տեղերը վերցնում են, մի քանի բրենդի են տալիս, վարկեր ունենք։ Թոշակառու ենք, ինչպես աշխատենք։ Վաղ Ռոսիա մոլ առևտրի կենտրոնի բացման ժամանակ ժամանցի կենտրոնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ մոլերը քիչ են քաղաքում, որպես կառուցող սա խոշոր ներդրում է լինելու։ Սպասվում են հարյուրավոր աշխատատեղեր։ Նշենք, որ Ռոսիա մոլի վերակառուցման արժեքը կազմել է 7.4 միլիարդ դրամ։ Ֆինանսավորումը իրականացվել է միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները։ Նա հայտարարել էր, որ բոլորին խրախուսելու է եւ ինքն էլ բանկային համակարգում ունեցել է համապատասխան խորհրդակցություն, որ այն կառույցները, որոնց մոտ որոշակի միտում կա եւ նկատվում է, որ հնարավոր է ապագայում ստացվի, անպայման պետք է առաջնային դիտեն, հաշվի առնելով, որ միլիարդավոր դրամի արտադրանք է գալիս։
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $800 միլիարդ, հասնելով ռեկորդային $852 միլիարդ։ Նա հարստացավ SpaceX-ի եւ XAI-ի միավորման գործարքից հետո, որ ընկերությունը գնահատեց $1.25 տրիլիոն։ Ամերիկյան Forbes-ը նշում է, որ շատ քիչ է մնացել Մասկին աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու համար։ Forbes-ի տվյալներով Մասկը $578 միլիարդով առաջ է անցել աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդուց, Google-ի համահիմնադիրներից Larry Page-ից եւս մեկ քայլով մոտենալով պատմության մեջ առաջին տրիլիոնատիրոջ կարգավիճակին։ Եվ վերջում օրվա կադր՝ Հայաստանի լքված առողջարանները։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։